Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարգելի գործընկերներ, անցնում ենք օրակարգի երկրորդ հարցին։ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագծել եմ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փոփոխությունները, ովքեր են պարոն Սարգսյան, խնդրեմ։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, 2019 թվականից ներկայացրել եմ ժամկետային զինծառայողների թվի նվազման ցավոտ վիճակագրությունը։ Պատգամավորների եւ պաշտպանության նախարարի ուշադրությունն եմ հրավիրել չափազանց վտանգավոր խնդրի վրա եւ լուծումներ առաջարկել զինվորների թվի կործանարար նվազումը կանխելու համար։ Ինձ մեղադրում էին բանակի խնդիրների մասին բարձրաձայնելու համար։ Դեպի թշնամին կտեսնի մեր խնդիրները։ Մեկ տարի անց 2020 թվականի սեպտեմբերին պարզ դարձավ, որ բոլորը մեր խնդիրները ավելի լավ գիտեին, քան մենք։ 2019 թվականին իմ առաջարկած լուծումները մերժվեցին կեղծ հայրենասիրական կենացներով։ Բոլորը պետք է ծառայեն բանակում։ Ինչու են որակում կեղծ կենացներ։ Առաջին հերթին այն հանգամանքով, որ այսպես խոսացողները կամ նրանց տղաները կամ ամուսինները բանակից խուսափած էին։ Եվ երկրորդ, այս տարիների ընթացքում նրանք մատներին չեն տվել բանակի թվի նվազումը կանխելու եւ զինվորների թիվը ավելացնելու համար։ Ինչպես ես 2019 թվականից զգուշացնում էի, ժամկետային զինծառայողների թիվը շարունակեց նվազել 2024 թվականին հասնելով 14000-ի։ Բանակ զորակոչվողների տոկոսը նվազեց դառնալով 31-ից 35%։ 2010 թվականին ունեցել ենք շուրջ 44000 ժամկետային, 2018 թվականին 25000, երբ որ ասում էի, որ վատ է վիճակը։ 2024-ին թիվը դարավ 14000։ 14 տարում զինվորների թիվը պակասել է ավելի քան 3 անգամ կամ 30000-ով։ 2024 թվականի հունվարին բանակի խնդիրներն ու լուծումների առաջարկները ներկայացրեցի հանրապետության վարչապետին։ Վարչապետը հանձնարարեց կառավարության եւ անվտանգության խորհրդի անդամներին կարծիք տալ իմ առաջարկների վերաբերյալ։ Մեկ տարի համատեղ աշխատելուց հետո վարչապետին առաջարկեցի ընդլայնված կազմով հանդիպում կազմակերպել։ Հանդիպման արդյունքում վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ ստեղծվեց իմ առաջարկների վրա աշխատելու համար։ 6 ամիս աշխատելուց հետո պաշտպանության նախարարի եւ վարչապետի հետ համաձայնվեցված նախագիծը պաշտոնապես դրեցի շրջանառության մեջ։ 2025 թվականի մայիսի 22-ին կառավարությունը տվեց դրական դիրքորոշում, սակայն ազգային ժողովը մերժեց դրական եզրակացություն ստացած նախագիծը։ Որոշ պատգամավորներ ասում են, որ ժամանակ չեն ունեցել նախագծին ծանոթանալու համար, թեպետ ամիսներով եւ տարիներով նախագիծը աշխատանքային շրջանառվում էր։ Մերժումից օրեր անց նախագիծը կրկին աշխատանքային կարգով ուղարկեցի պատգամավորներին խնդրելով առաջարկներ տալ։ 8 ամիս որևէ առաջարկ չստանալով նախագիծը առանց որևէ տար փոխելու կրկին շրջանառել եմ։ Հավելեմ, որ 2025 թվականի օգոստոսի 12-ին նախագիծը եւս մեկ անգամ ուղարկել եմ կառավարությանը կարծիքի։ Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերին պատասխանել է, հետեւյալը մեջբերում է պաշտպանության նախարարության պատասխանը։ Շահագրգիռ պետական մարմինների կողմից ստացվել են ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի 2025 թվականի օգոստոսի 12-ի գրությամբ ներկայացված բանակի հետ կապված 8 քայլերի վերաբերյալ նկատառումները, որոնք հիմնականում չեն տարբերվում պատգամավորի կողմից մայիս ամսին շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքներից, որոնց հիման վրա է ձևավորվել է նաև օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության ամփոփ առաջարկությունը։ Այսինքն կառավարությունը, իդեմս պաշտպանության նախարարության կրկնում է նախագծի վերաբերյալ իր դրական դիրքորոշումը։ Սակայն մի քանի ամիս անց տառացի նույն նախագծի որոշ կետեր կառավարությունը որակում է ժամանակավերև, պայմանավորելով ծառայության ժամկետի կրճատմամբ։ Մինչդեռ ծառայության ժամկետի կրճատումը իմ առաջարկն է եղել դեռևս 2024 թվականի հունվարից։ Ինչ եմ ես առաջարկում արդեն 2 տարուց ավել։ Զինվորների թվաքանակն ավելացնելու համար անհրաժեշտ է գործադրել հետևյալ համակցված քայլերը։ Առաջին, ծառայության սահմանային տարիքը բարձրացնել, երկրորդ, ծառայությունից խուսափելու համար բժշկական փորձաքննությունից հրաժարվելը քրեականացնել, երրորդ, ծառայությունից խուսափած անձանց տալ կարճաժամկետ ծառայության հնարավորություն մեծ գումարի դիմաց, որը արդեն սահմանել են 27 տարին լրացածների համար, չորրորդ, քաղաքացիությունից հրաժարվելու համար բարձր վճար սահմանել։
Այս քայլերով մեզ կհաջողվեր ավելացնել զորակոչի թիվը, ինչը մեզ հնարավորություն կտար կրճատել ծառայության ժամկետը 6 ամսով կամ 25%-ով եւ հավաքագրված գումարները տրամադրել ամբողջ ժամկետով ծառայող զինծառայողներին, որպեսզի իրենց ծառայությունը ավելի գնահատված լինի։ Այսինքն ծառայության ժամկետի կրճատումը չի եղել առաջնային նպատակ։ Դա հավելյալ արդյունք էր, որը մեզ կհաջողվեր միմիայն իմ ասած քայլերը անելու եւ զորակոչի թիվը ավելացնելու արդյունքում։ Իմ նախագծի քննարկման փուլում Պաշտպանության նախարարը առաջարկեց նախագծից հանել հավաքագրված գումարները զինվորներին տրամադրելու կետը եւ ծառայության ժամկետի կրճատման կետը, ասելով, որ դա ինքն է ցանկանում անել։ Ես ստիպված էի համաձայնել, քանի որ վարչապետը ինձ խնդրել էր նախագիծը շրջանառել նախարարի հետ համաձայնեցված տարբերակով։ Ես հանում եմ իմ նախագծից ամենագրավիչ երկու կետերը՝ հավաքագրված գումարները զինվորներին տրամադրելու կետը եւ ծառայության ժամկետի կրճատման կետը տալիս եմ նախարարին, ինչպես պայմանավորվել ենք։ Սա եղել է հստակ պայմանավորվածություն իմ եւ Պաշտպանության նախարարի միջեւ։ Այժմ ստացվում է, որ Պաշտպանության նախարարը խախտում է մեր պայմանավորվածությունը, քանի որ ես պայմանավորվածության արդյունքում եմ ծառայության ժամկետի կետը հանել իմ նախագծից եւ զիջել իրեն, որպեսզի ինքը ներկայացնի դրական եզրակացություն եւ ես կարողանամ դրական եզրակացություն ստանալ նախագծին եւ շրջանառել ինչպես պայմանավորվածություններն են մեր սահմանում։